Սրբազան յուղի պատմությունը սկսվում է Մովսես մարգարեից և հասնում Հիսուսի ժամանակներ։ Յուղը Հայաստան է բերել Թադեոս Առաքյալը։ Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը այն խառնել է իր օրհնած յուղին, առաջին Մյուրոնին։ Այդուհետ հայ եկեղեցում ավանդաբար 7 տարին մեկ օրհնվող ամեն նոր Մյուրոնին միախառնվում է նախորդը, իր հետ բերելով մասնիկ Լուսավորչի Մյուրոնից։ Քրիստոնեական եկեղեցիներից միայն հայ առաքելական եկեղեցին ունի նման բաղադրությամբ և նշանակությամբ օծման յուղ, Մյուրոն։ Քրիստոնյա ժողովուրդներից հայերն են Մյուրոնի դրոշմը համարում իրենց ազգային ինքնության կնիքը։ Էջմիածին ծուծակ եկավ և զվեցավ, որ այդ հույսերը ապահովել։ Մի օր երբ Լյութերու ծուծակը արի և շուգա իջավ, բարձվեցավ, որ Լյութերեն մին արդեն արգելված է, որ ծախվի, բայց վաճառողը այլաց կլալով և մեր բացատրողությամբ, որ ասիկա Սուրբ Մերոնի փաղադրության մեջ եմ կմտնա, մեզի ապահովեց այդ նյութը առանց որևէ մեկ բժշկական հրաման բերելու։ Արդեն իսկ շատ ոգևորված էի, որ այդ նյութերը պետք եղածին չափ արագ ձևով հասնին Էջմիածին։ Այժմ ազգիս վեապար հայրապետի ձեռամ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է հեղվելու ծաղկած նյութը։ Սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու վալասանը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու մեծիտան ընկիլիկո կաթողիկոսություն օրտնված Մերոնը։ Սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու հին Մերոնը։ Հաղթավորություն ունեցա այս տարի Միրոն օրհնենքի արարողության ներկա գտնվել, ապրումներ, որոնք բարերով կարելի չէ արտահայտել։ Գերաշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյան, Հովանոր Գերաշնորհ Տեր Արամ arczepiskopos Ատեշյան, Եգիպտոսի հայոց դեմ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյան, Դամասկոսի հայոց դեմ Գերաշնորհ Տեր Արվաշ եպիսկոպոս Նալբանդյան, և Ծայրագուն Արևելքի հայրապետական պատվիրակություն Գերաշնորհ Տեր Հայկազնու եպիսկոպոս Նաջարյան։ Դեռևս ուսանող տարիներից, երբ առիթ էի ունենում մոտենալու Մյուրոնի կաթսային, այդ պահը ինձ համար ընկալվում էր իբրև գերագույն մի սրբության մոտենալու պահ։
երբ արդեն ձեռնադրվել էի, մեր հավատացյալներն մոտենում են օրհնություն են խնդրում, թիկունքից զգում էի այնպիսի ահավոր մի զորություն, որ գիտեի, որ երբևէ դա չեմ ունեցել։ Եվ հասկանում էի, որ ստացել էի հենց այդ նույն Միրոնից։ Հարավային Ռուսաստանի հայոց դեմ երաշտարներ Մովսես եպիսկոպոս Մովսիսյան, ամենապատիկ ինքնման եպիսկոպոս Մովսիսյան, Միանյայի հայոց դեմ երաշտարներ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան։ Օրհնյալ եղերուկի շնորհացուր փոքվին, երթայքի խաղաղություն և Տեր Հիսուս եղիցին ձեզ ամենեցյան։ Շատեր գալն, որ Հայաստան չեն գանալու տալ, բայց մերոնը ետմյազի տևի մեր երգիր ու կա և գործն է բոլոր ժողովուրդին մանավանդ իրականերում, որ ամենակարևորն է։ Когда начали строить эту церковь, привезли туф, привезли проекты вот это из Еревана, утвержденное Чмядинской епархии. Зародилось вот такое теплое чувство. Наконец-то мы начали делать то, что давно мечтали. Действительно, мир, он крутился вокруг Тверской и говорит: да, терпите, терпите. هذه أهمية مدينة البهاج اللي هي سقطت أول مدينة اللي هي سقطت من الموصل اللي دخلوا الدواعش من سوريا سقطوا هذه المدينة وكان انطلاق الدواعش من هذا المكان. هذا المقر مال الدواعش اللي هو يسمونه دار الزكاة اللي يجون فيه الأتاوي من الأبرياء. والله لا تشوف Մի քանի ամիս առաջ որոշած ենք, որ պիտի գնանք կնայինք Ռոզին։ Հետո առաջնորդը հայտնեց, որ պիտի ըլլա հայրենիքում 100-ամյակի առիթով նոր մեր հաղթանակի Մերոնը եւ զանք ադորը սպասել։ Պահպանյաս մեզ Քրիստոս Աստված Տեր Թովանյան Սուրբ եւ Բաթական խաչակուրի խաղաղության հրգյա հերևելի եւ հաներևոտ ճշտամույն արժանավորյա քոթյան հարավորերս քեզ օթորել եւ ծփոքույտ այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամենից
պատերազմական մթնոլորտի մեջ մենք շատ կարիք ունենք էջմիածնի մեծուկ կենալու մեզ հետ։ Երբ որ մի քանի օր առաջ չորրորդնեկը եղավ, ես անցապես շատ ուրախ էի, որ բարեբախտաբար Մերոնը շուտ հասավ Դամասկոս, զգացի, որ բան մգա, որ ինձի ետ կվերադառնա գոր, սուրբ քոյություն մգա, որ ինձի ետ կուքա գոր։ Այժմ եւ ինչ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ واغفر لنا خيوطه واحمل لنا غفر لي مقطع معنا ولا تخلينا تغربش بس حسنا مشيدا آمين. Մեր բավերը շատ կխոսեին, ինչ կլար իրենց հետը։ Իրենք որ կախտին եկած են, քալելով եկան, մահեր եղավ կախտի ադենը, եւ հալև եկան, հաստատվեցան, գրցան ընտանիք ունենալ, եւ այսօր մենք կանք։ Ցավով սերդի իրենք եկան կախտնալ դեսան, եւ հիմա ալ մենք կտեսենք որ սիրայի վատ վիճակներու դիգինս կաշխատի տրամադուն ես ալ կաշխատի մեր աստղի խամուտը։ Մենք ամուսնացանք 2011-ին վերջը, սկսած էր Սիրիայի պատերազմները։ Ռոզը մեր մեկ հատիկ օրիորդն է, իդելա 3 տարեկան, ծնավ Դամասկոս։ 3 կոց ենք խանութը, մենք կպանակ գերագի, տրացիներ ապշեցան, որ կոցեր ենք, իրենց ասեցինք, որ գնունք ունեինք
եւ մեր ռոզը քրիստոնյա բիդեն։ Գիտենք որ քրիստոնեությունը գալածվի գո ուրիշներ գարցնեն որ ինչու համար մենք գրունք իմարին։ Գրունքը մեզ համար շատ կարևոր է, շատ էական բան է ոյ մեկ հայ քրիստոնյա համար։ Ինքը գմեցնե երեխային ընտանիքին եւ իր դունին Աստծո շնորհքը։ Հին մերոնը միշտ ամեն 7 տարի գշաղեն նոր մերոնին հետը եւ մեզի մեր բաբերեն եւ մեր հին կաթողիկոսներեն մեր հայության ներկայացումը մինչեւ այսօր կգարձեմ թե նույն մերոնը եկավ եւ մեր ընտանիքը մտար։ Երեք կրոններու գետրոնն է, հրեություն, իսլամություն եւ քրիստոնեություն։ Այդ կրոնքի մեջ հայ ժողովուրդն մաս ունի։ Երուսաղեմի հայ ժողովրդի պատմությունը գսկսի ըստ Աստվածաշունչի, որոնք մեր ժողովուրդը եկած են նախ կոչված են Արարատի ժողովուրդ։ Իբրև վաճառականներ եկած են Երուսաղեմ եւ ատե միջև 17-րդ դար 72 հատ վանքեր ունեցել ենք։ Ասիկա սուրբարության կանթերներն են, Քրիստոսի քերեզմանի վրայի կանթերներն են։ Քրիստոսի քերեզմանը 3 ասկերու կպատկանի, հույն, հայ և ֆրանցիսկաններ։
Սուրբ Հակոբի մեջ կան մոտավորապես 450 հատ արծաթե գանթեղներ, միայն արծաթ։ Ունենք նորեն 12 հատի չափ ոսկե գանթեղներ, որ Հակոբոս դիարի եղբոր Արաքյալի դոնին օրը կգախվի այդ խորանին ավակ տոներուն ասան փոչ գանթեղները կվարվին։ Ասիգա շղթագրի գանթեղն է, որ մշտաբար է, միշտ կվարվի ամեն արդու, բայց հիմա նորոգության մեջ էսելով Ծնունդը Քրիստոսի ծնունդն է, մենք հին տոմարով ենք գտոնենք, որ հունվար 18-ին 19 արդվա առավոտյան թև, և մեզ համար ուրախություն է գերթան բատիակով, միապանությամբ, ամբողջ ժողովրդով, Երբ որ Երուսաղեմեն գտանք, որ հիմա Իսրայելի կպատկան, Իսրայելի իշխանության տակն է, և Փեթլեհեմը, որ Պաղեստինի իշխանության տակ են, տարին միայն 3 անգամ կփանան մեր ծնունդին, հունաց և լատինան ծնունդին օրը կփացվի արդյուրը։ Միակ օրն է, որ ազատ մուտք ունենք Պաղեստին և Իսրայել։ Այդ միրոնը դարինք հրաշապարով, այսին բադիակական թափորով, ոչ Իսրայելի կառավարությունը, ոչ ալ Պաղեստինի կառավարությունը գրնային այդ թափորը խանգարել, կամ նային մեջ ինչ կար, կամ բան չկար։ Զինվորականներին բադիակ պատանի, միջև սահմանը իրեն կհասինեն, սիերով պատերով, անգևեջ Պաղեստինյան կառավարությունը իրեն ընդունի, միջև զննցյան այդ հրաբարակը։ Միրոնը մեր քրիստոնեության անձնակիրն է, մեզ համար ամենամեծ սրբությունները մեկն է, և միշտ թարելու ընթացքին, հիմա ասենք թե ճամփորդությունը թյուրին է, օդանավով կփերվի կամ առաջ նավերով կամ ուրիշ կարգերով կփերվեր Միրոնը, մարդիկ հավատքով կսպասեն մեր կաթողիկոսին, եպիսկոպոսներուն, մեր բադիակին ամեննալ, որ իրենց աղոթները Պերած են այդ Միրոն օրհնության ժամանակ, ամեն մեկ վարդապետ գիշեր ցերեկ 40 օր աղոթած են։
Դուք գտնվում եք Սուրբ Թորոս եկեղեցի մեջ, որ մոտավորապես 120 տարի առաջ որպես ցերակրատուն սկսավ գործածվել։ Մաշտոցյան մատենաթարանեն վերջ երկրորդ ամենամեծ հավաքվածոն է։ Նորայր arczepiskopos Պողարյան ցերակրատան դեսչությունը կվարեր եւ մենք որպես մանուկներ ճիշտ եկեղեցու գից կապրեինք 6-7 երեխաներ էինք, բոլորը ծրվեցան, իսկ ես մնացի։ Երբ արդեն սկսա վարժ քրել, ընդօրինակությունները կնայի, հիմնադեն ֆոտոկոպիի սիստեմը չկար, եթե որ մեկ խնդրանք մկլար Էջմիածնեն կամ Մաշտոցյան մատենաթարանեն կամ որ մեկ համալսարանները պետք է ամբողջ բնակիրը ես ցերկովս ընդօրինակեի եւ այդպես ղրկվեր։ Երբ հարց կդան, որ մենք կբահբանենք, ես կսեմ անոնք են, որ մեզ կբահբանեն, մենք չենք, որ իրենց կբահբանենք։ Երբ ծննդյան տոնի օրերը կմոտենան, համայն աշխարհի քրիստոնեության աչքերը թեպի Փեթղեհեմ գահարի, մենք որքան փախտավոր ենք, որ կգտնվենք Սուրբ քաղաքի մեջ եւ Փեթղեհեմ քաղաքի մեջ ունենք հայկական այնպիսի մեկ կոթող վանքը, որ թարերով բահված է։ Չորրորդնենքը կգադարվի Միրոնով, որպես Քրիստոսի մկրտության խորհրդանիշ։ Առանց Միրոնի հայ մանուկը կմնա հեթանոս, հայ հոգևորականը չկարող ցերնատրվել առանց Միրոնի, նորագարույց եկեղեցին չի բացիր առանց Միրոնի ծեսի։ Մեզի համար Միրոնի օրհնությունը մեծ իմաստ ունի եւ կդանի մեզ մինչեւ Գրիգոր Լուսավորիչ եւ մինչեւ օրերս։ Որերգինս ես շուրջ եիցանում քո, եկեսի արկայություն քո, եղիչին կամ քո որպես հերգինս եւ հերգրի, ըսած մեր հանավազոր դուր մեզ այսօր, եւ թող մեզ զբարդիս մեր, որպես եմեք թող մերոս բարդաբանած, եւ իդանից մեզի փորձություն, այլ բրգի ասմեզի չարե, Զիքոյ արկայություն և զորություն և պար հավիտյանս ամեն։ Մեզ մեծերը միշտ կսեին, այս մգրդության ավազանն է, ադոր մեջ հոսած Սուրբ Միրոնն է, որ մեզ այսպես միասին համերաշխ կպահեն։ Ավստրալիայում մինչև Ամերիկա, Կանադա, Անգլիա, բոլոր երկրամասի ծայրերուն այս ավազանի մեջ մգրդությունն է, որ մեզ իրար սիրով պահած է։
արդեն 14 տարի Ռուսաստանում եմ ես ապրում, սովորում եմ Tamožny dela եւ երբ որ եկա Մոսկվա մենակ ռուսախոսների հետ էի շփվում, հայերեն չէի խոսում։ Ընդհանրապես մի անգամ ստացվեց, որ եկա Սուրբ Ծննդյան օրը պատարագին մասնակցի եւ շատ օգնա 2 ժամ, ոչ մի բան չէի հասկանում, բայց իմ դուրս շատ եկավ, զգում էի հարազատ հոգին։ Սկսեցի գալ, ծանոթացա քահանաների հետ, մենակ որ ասում է օրհնեցեք Տեր Հայր, ուրախանում եմ, որ արդեն դա գիտեմ։ Ես շատ ուրախ եմ, որ կարամ պահեմ մեր հայ եկեղեցու պատմությունը, հայոց ազգի պատմությունը եւ կարամ փոխանցեմ իմ բարեկամներին, իմ փոքր քույրիկին, կամ եթե կարողա մամաս չգիտի կամ տատիկներս, կարանց իրան պատմեմ, որովհետեւ քրիստոնեության մասին քիչ բան գիտեն, Սովետսկի Սոյուզից հետո իրանք ինձ միշտ չեն հասկանում, որ ես գալիս եմ եկեղեցի, բայց սիրով են ընդունում եւ ես չէի ուզենա, որ իմ քույրը կամ իմ ընկերները, եղբայրները, որ մոռանան այդ մեծ եւ շատ անկարժեքները։ Вы понимаете, что такое беженцы? У меня бабушка тоже убегала в 15 году, понимаете? Вот, поэтому это тема вечная для истории Армении. Что-то такое вообще. У меня дед, он играл на таре и пел вот эти песни. Она вообще красивая, армянская песня. У меня ведь здесь и комитас, вот на стене он висит. Я помню, у меня бабушка, у меня пластинка была комитас. Я когда заводил ее, она плакала. Я говорю, ну, Рипсиме, я говорю, зачем ты плачешь, баба? Ты знаешь, я по родине скучаю. И бабушка, и прабабушка, они вечно скитались, они обратно возвращались. И когда получилось так вот это последнее, когда уходили из Баку, там моя родная сестра с семьей, у меня был всплеск просто. То есть это ситуация такого глобального масштаба. Сирия, Ливан, понимаете, вот эти все, которые бегут в Европу, это те же беженцы. И, наконец-то, интерьер Ичмиадинского собора, которым я, наверное, и получил благословение. Это сделано в соборе Святого Ичмиадина, это в интерьере, где я в 70-х годах там был. Меня благословили католикосы, священнослужители. И вот я до сих пор храню эту работу как символ вот этого духовного прикосновения, как бы Всевышнего, что я вот после этого продолжаю работать. Сила оттуда идет. И вот сейчас он у нас как бы над нами ниспослал, будем говорить, силу на нашу область, на нашу церковь. Миро, он над нами вот ходит, вот, и каждому дает сигнал делать добро. Идет как бы по моменту земли, освещая здесь, там. Я думаю, что вот эта сила укрепляет каждого человека.
Ես գիտեմ, որ Միրոնը օրհնվում է 7 տարին մեկ եւ շատ էի սպասում, որ այդ Միրոնը գա մեր թեմ։ Շատ ուրախացանք, որ Տերում եկեղեցի է բացում։ Եկեղեցին ես ընդունում ոչ իմ ընտանիքը, իմ տունը, որովհետև եկեղեցին նա չի այդ քարերից չէ որ սարկած է, այլ այդ Միրոնի շնորհքն է, որը դարձնում է եկեղեցի, եւ այդ Միրոնը գցում են համ եկեղեցու վրա, համ սրբապատկերների վրա, այլ եւ մեր վրա, եւ մենք դառնում ենք մի անձ, քրիստոնեական մի մեծ ընտանիք։ За 50 лет находясь в Твери, я всегда мечтал об этом. И все армяне мечтали, когда у нас будет вот наш дом, понимаете, вот именно дом из туфа, привезенный из Армении. Это же тепло Армении отсюда издает, понимаете. Вчера его осветили, дали ему жизнь.
Արդեն 13 տարի է, ինչ ապրում եւ աշխատում եմ Արգենտինայում։ Ես երգում էի ազգային օպերային թատրոնում որպես մեներկչուհի։ Միևնույն ժամանակ երգում էի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի երգչախմբում եւ սոլիստ էի նաեւ։ Դասավանդում էի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Իմացա, որ Թեատրո Արգենտինոյում դասումներ են լինելու, մասնակցեցի եւ շահեցի այդ մրցույթը։ Մտադրություն չունեի մնալու Արգենտինայում, բայց շատ ծրագրեր ունեին ինձ հետ կապված, այդպես մնացի։ Երբ պատարակ եմ երգում, չեմ զգում, որ ես Արգենտինայում եմ։ Նույն պատարակն է, մի պահ ոնց որ կտրվում եմ իրականությունից։ 15 թվականի եղեռնից հետո փրկված հայերի մի մասը եկել է այստեղ, աշխատել է, ապրել է եւ առաջին հերթին եկեղեցիներ են կառուցել։ Սփյուռքի համար շատ կարեւոր է եկեղեցին։ Կարծես բոլոր հայությունը այստեղ է հավաքվում։ Մենք հեռու ենք Հայաստանից, ճիշտ է, շատ հեռու ենք, բայց ապրում ենք հայրենիքի հոգսերով, ուրախություններով, նորություններով։ Այստեղ տարբեր ազգեր կան իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, եւ բոլորը ունեն իրենց պատմությունը, իրենց արմատները։ Չես կարող կտրվել քո արմատներից։ Ես տեքստիլի գործարան եւ աշխարհին մեջ 15 հատ բնավորել։ Ամերիկա ունենք, Մեքսիկո, Չինաստան, Բանգլադեշ, Կորեա։
Եղեցի և սերը պեզդի, աղանքաչին, իրայց նշանա, Սուր քաչես և սուր ավետարանա, և սրխանուց նյուրոնա, և աղուրը շորի վաղա, օր և որդո, և ոգույն սրխոմ, այս և միշտ և ավիդա։ Մեր գրոնը բայել կաթոլիկ երգերի մեջ դժվար է, ամեն օր քիչ մը գրիվի մեջ է, բայց ես գսեմ Հայաստանը մեծ բայրազմի մեջ է, թուրքերուտ եմ, կամ ազերիներուտ եմ, մենք ալ բզդիկ բայրազմեր ունենք ամեն օր, որ մեր հայությունը չգործություն ենք Արգենտինայի մեջ։ Երբեմն հաղթենք, երբեմն հաղթվենք։ Երեք զավակ ունիմ, Անտանիկ, Լևոն և Գևորգ, Անտանիկը ամուսնացած է հայ աղջիկի հետ, Լևոնը նշանված է հայ աղջիկի հետ։ Անհարմար ասեմ, որ ես բզիկ բարերազմը Արգենտինայի մեջ գամած գխախտեմ, որ ինձ համար մանավանդ չիգա հայացք առանց հայ եղեցի, չիգա հայ եղեցի առանց հայացք։ Աննորմալ ինձ համար բոլոր բաները միասին են և ես ասլարիկիս երբ որ Հայաստանը դամն է իրակույնը ըսնեմն է կամ խաչը ըսնեմն է ինձ համար նույն բանն է նույն զգացողություն ունիմ Մենք հո ձնանք, մենք շատ ուրախ ենք, որ այս երգերին մեջ ձնանք, բայց ես գմնազեմ, որ լավ արգենտինցի չեմ գարնարել, եթե լավ հայ չեմ լավ։ Աշխարհի որ ծայրում էլ որ լինենք, հայկական եկեղեցիներ կան եւ կարծես թե Սուրբ Միրոնը, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից գալիս հասնում է այդտեղ, որտեղ որ դու ես։ Զգում ես, որ մենակ չես։
Իմ քահանայական ձեռնադրությունից հետո փաստորեն լրացան 40 օրերը եւ անկալյալ կարգի համաձայն յուրաքանչյուր նորահոց հոգեվորական իր անդրանիկ պատարակն է մատուցում 40 օր հետո։ Հիմա մեկնում եմ Արցախ, որտեղ Մարտակերտի շրջանում գտնվող Նապատ վանքում պիտի մատուցեմ իմ անդրանիկ պատարակը։ Ես իմ կաշի վրա միշտ էլ զգացել եմ անցած դարավերջի պատերազմում եւ ինչու՞ չէ նաեւ ապրիլյան գործողությունների ժամանակ, երբ չեն գոռոզացել, երբ ունեցել ենք Աստված մեր մեջ, երբ աղոթել ենք, այդպես եղել նաեւ Շուշիի մեծ ռազմագործողությունից առաջ, երբ Արցախի թեմի առաջնորդ Պարքև Սրբազանը ամենից բարձր բարձունքից հրամանատարական գետից օրհնել է ողջ զորքին, քաջալերել, մարտից 1 օր առաջ մկրտել մեծ խմբով կամավորական ջոկատների հրամանատարներին եւ բոլորը մինչեւ պատերազմի վերջը տարբերանշանները կրում էին թևերին կամ գլխարկի վրա խաչ կրելով կամ մեջքին։ Oh
Մռոսարի փեշին ենք Արցախ աշխարհի ամենից բարձր կետում։ Ճանապարհը դժվար անցանելի էր, լեռնային, ձորերը շատ, մի անզգույշ քայլից կարող էր կհավիժեին գանդունդ, դրա համար չէի խոսում, որպեսզի ամեն մեկը իր ճանապարհը ճիշտ քայլեր եւ հանկարծ չսայթաքեր։ Ինչպես որ Սրբալույս Միրոնը տարբեր նյութերով դառնում է մեկ, այնպես էլ հոգևորականները տարբեր խառնվածքներով, տարբեր վայրերից հավաքվելով միտեղ եկեղեցու մեջ։ Այդ նույն Սրբալույս Միրոնով օծվելով դառնում են մի նյութ, եւ ինչպես որ Միրոնն է օրհնվում մեր մի հոգևոր կենտրոնում, Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եւ բաշխվում է ամբողջ աշխարհին, այնպես էլ մենք մեր հոգևոր ծնունդը, հոգևոր դաստիարակությունը ստանում ենք այդ նույն վայրում եւ առաքելության են կոչվում աշխարհի տարբեր վայրերում։ Amen, Alleluia, Alleluia, Alleluia. Օրնեսի եւ սրբեսի աղս հացս եւ շուրս այս նշանավ Սուրբ խաչիվս եւ Սուրբ ավետարանավս եւ ավորը շնորհիվ անվամ Հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո Այժմ եւ միշտ եւ ավետյան սավետենից Այսօր հարյավի մերելոց Հեսանանմա եւ երկնավոր կեզ ավետիկ խնդության Արսնի հերգրեյե գեղեցի Ալելույա որդի